Այսօր վաղ առավոտյան Հայաստանի քննչական կոմիտեին հրավիրվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան 4 հոգևորականներ։ Գոգարած թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ Հայկազուն arczepiskopos Նաջարյանը նախընթաց օրերին մասնակցում էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ Նրանք քննչական կոմիտեին ժամանել անմիջապես ժողովի ավարտին։ Հիշեցնենք, որ գործը վերաբերում է նախկին հոգևորական Արման Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքին։ Հիշյալ գործով քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխարհիկ անդամները։ Եպիսկոպոսները կապվել են իրենց պաշտպանների հետ, տեղեկացրել են, որ այսպիսի հեռախոսազանգով այսպիսի ծանոթություններ են ստացել, այսպես ասած, կապ ենք հաստատել քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց, հայտնել ենք, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ենք, բացի այդ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է, հետևաբար չեն կարող եպիսկոպոսները ներկայանալ։ Իհարկե, այդ տեղեկատվությունն այդքան էլ չի հետաքրքրել մեր հարգելի վարույթ իրականացնող մարմնին եւ արդեն ծանոթագրեր են ուղարկվել, դրանց հաջորդել է արդեն ծանոթագրեր ուղարկելու գործընթաց բջջային հեռախոսներին, բայց քանի որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստներ, բնականաբար եպիսկոպոսները չեն օգտվել հեռախոսներից եւ չեն տեսել այդ ծանոթությունները եւ հետագայում արդեն խորհրդի նիստը ավարտվելուց հետո մենք կապ ենք հաստատել քննչական մարմնի հետ պատրաստակամություն հայտնելու արդեն ավելի ուշ ժամի ներկայանալ եւ ներկայացել ենք, ոչ մի հրատապություն չկար ընդհանրապես եւ նույն ժամին 4 եպիսկոպոս հրավիրել քննչական մարմին, դրա նպատակը իմ կարծիքով Գերագույն հոգևոր խորհրդի նիստը հերթական անգամ տապալելուն էր միտված, բացի այդ ծանոթությունը անձը պետք է նախապես ստանա առնվազն 2 օր առաջ, դրանում պետք է նշվի այն հստակ քննչական գործողությունը, որին պետք է անձը մասնակցի, այսինքն ծանոթագիր հանձնելն էլ որոշակի երաշխիքներ ունի օրենքով, որը պետք է ապահովի, որը բնականաբար չէր արվել, իսկ եթե ծանոթագիրը անմիջապես քննչական գործողությունից առաջ է հանձնվում, ապա վարույթ իրականացնողը պարտականություն ունի ծանոթագրում հստակ նշել ավելի վաղ ծանոթագիրը չհանձնելու պատճառները, ինչը մենք չունեինք նման դեպքում, այսինքն ակնհայտ ոչ իրավաչափ գործընթաց էր եւ հերթական փորձ է տապալելու ըստ էության ժողովը։